Հանրային ծառայությունների հանձնաժողովի քննարկման ավարտին հայտարարվել է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է նորությունը ընդունվել է բողոքի ակցիայով։ Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, մեկնաբանում է փոխոստիկանապետը։ Ստորագրահավաք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու դեմ ԱՄՆ հայկական ֆորումը հայտարարություն է տարածել։ Ադրբեջանի հերթական չստացված հեքային դիվերսիոն փորձը դիվերսանտներն ընկել են շրջափակման մեջ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց հավաքված դեմ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը քաղաքացիական նախաձեռնության անդամները, ինչպես նաև քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ ու հասարակական կազմակերպությունների անդամներ պահանջում էին, որպեսզի իրենց ևս թույլ տրվի մասնակցելու հանձնաժողովի նիստին։ Մինչդեռ տարածքը հսկող ոստիկանները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ արգելեցին քաղաքացիներին մոտենալ շենքին, պատճառաբանությամբ թե նիստին մասնակցում են միայն հրավիրվածները։ Այդ ինչպես եղել է, ոչ մի անգամ խոչընդոտ չի եղել հասարակական կազմակերպությունների համար մասնակցելու հանձնաժողովի նիստերին եւ այսօր խնդիր է։ Ներսից են տրամադրել այդ ցուցակը, հա, մենք ընդհանրապես գործ չունենք։ Մենք նպատակ չունենք որևէ մեկի հետ դիտմամբ ինքներս մտնել ինչ-որ կոնֆլիկտի մեջ։ Մենք ընդհանրապես եկել ենք մեր իրավունքների համար պայքարելու։ Ակտիվիստները հորդորեցին բացել ճանապարհը։ Ի պատասխան, սակայն ոստիկանները հայտարարեցին, թե ակցիան արտոնված չէ։ Շուտով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքից դուրս եկավ կառույցի աշխատակազմի ղեկավարը, ով հայտարարեց, թե նիստերի դահլիճը փոքր է, հետևաբար ներս մտնել ակցիայի մասնակիցները չեն կարող։ Սա առաջացրեց հավաքվածների դժգոհությունը։ Այլևս ֆիզիկապես դահլիճում հնարավոր չի որևէ մեկին ոչ տեղավորել։ Դուք արդյունքների մասին տեղեկանաք թե կայքերից, այսքանը շնորհակալություն։ Ապա ակտիվիստները հայտարարեցին, թե եթե կար ժամանակում հարցը չկարգավորվի, ապա իրեն կդիմեն կտրուկ քայլերի։ Ակցիայի մասնակիցների նիստին ներկա գտնվելու պահանջը այդպես էլ չկատարվեց, ինչից հետո նրանք ի նշան դժգոհության որոշեցին փակել Սարյան փողոցը։ Տարածք անմիջապես բերվեցին կարմիր բերետավորներ։ Ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջև բախումները շարունակվեցին երկար ժամանակ։ Իրավապանները բռնի ուժով փորձում էին ակտիվիստներին տեղափոխել ոստիկանական մեքենաներ։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանգստության կոչեր էին անում։ Երևանի կենտրոնում այս պահին էլ բախումները շարունակվում են, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին արգելվում է մոտենալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքին, ոստիկանները փակել են ճանապարհը, կողմերի միջև բախումները կրում են պարբերական բնույթ։ Ապա դեմ ենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ պահանջում են, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը անձամբ իջնի ներքև եւ հանդիպի իրենց։
Ակտիվիստների այս պահանջը եւս չկատարվեց։ Որոշ ժամանակ անց նիստին ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչները դուրս գալով շենքից հայտարարեցին, որ հանձնաժողովը միաձայն որոշել է օգոստոսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10%-ով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Սա առաջացրեց հավաքվածների դժգոհությունը։ Ռոբերտ Նազարյանի կառույցի կայացրած որոշումը ակտիվիստները եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները համարեցին անօրինական, չբացառելով, որ որոշումը կվիճարկեն դատարանում։ Փայլակ Ֆարադյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։ Ինչպես է վերաբերում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Որպես ոստիկան մենք դիրքորոշումը մենք չենք անում, ասենք որտեղ մենք ծառայության դες որ համազգեստով չլինենք ասենք վերաբերում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը հենց նոր հայտարարվեց, որ թանկանում է։ Չեք վերաբերվում։ Դուք ինչպես եք վերաբերում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ես ինտերվյու չեմ տալիս։ Վերաբերում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ինչպես եք վերաբերվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Հարգելի ոստիկան, ինչպես եք վերաբերվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ դուրս արշու։ Այդ հարցով ինձ մի դիմի։ Հարգելի ոստիկան, ինչպես եք վերաբերվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Համազգեստով չենք պատասխանում։ Ինչպես եք վերաբերվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Թույլ տվեք այդ հարցը չպատասխանել։ Ձեր կարծիքը չեք կարող ասել։ Ոչ, չեմ պատասխանում։ Ծառայության հետ կապ չունի, դա չեմ պատասխանում։ Բայց ծառայողական հարցեր չեմ տալիս։ Դա ման անձնականա չեմ պատասխանում։ Մենք չենք պատասխանում այդ հարցին։ Եք վերաբերվում էլեկտրաէներգիայի սակագնի։ Խնդրում եմ դիմեք մեր 02 լրատվական միջոցներին։ Ձեր անձնական Անձնական կարծիքը ես չեմ կարող ասել։ Ոչ, խնդրում եմ իմ անձնականի համար մի չէ։ էներգիա սպառող եք թե ոչ։ Բոլորը են սպառող։ Եվ խնդրում եմ գնացեք դիմեք լրատվական միջոց մեր 02։ Հետագա հարցերի համար դիմեք ոստիկանության լրատվական հարց։ Ինչպես եք վերաբերվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ես ինտերվյու չեմ տալիս։ Թույլ տվեք այս հարցում ես զերծ մնամ չպատասխանեմ, որպես ոստիկան, որովհետև ոստիկանության կառույցը ինչպես բոլորս գիտենք, հա, նաև օրեր առաջ նաև մեր ոստիկանության պետն է պարոն Գասպարյանն է ասել, հա, որ ապաքաղաքականացված ոստիկանությունը, թույլ տվեք ես լռեմ գնահատական չտալ այդ ամենին, բայց մենք դեմ չենք, երբ որ ակցիա իրականացում, նմանատիպ ակցիա եւ առասարակ ակցիաներին դեմ չենք, ուղղակի թող այդ ակցիաները բխեն օրենքից եւ ոստիկաններս մենք ստիպված լինենք ոչ թե տեղականալ այս կայքերից կամ որևէ այլ տեղերից, հա, այլ հենց օրինական լինի, արտոնված լինի, լիազոր մարմնից ունենան համապատասխան թույլտվություն, մենք է պարտավորված լինենք գանք հասարակակարգը ապահովելու։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունների համաձայն Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմք ծառայել է լրատվամիջոցներից մեկի հրապարակումն այն մասին, համաձայն որի Երևանի փոխոստիկանապետը փորձել է համաձայնության գալ քաղաքացի Սուսաննա Հովանիսյանի հետ եւ իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա։ Եթե ապացույցի ես մեղավոր եմ, ես պատրաստ եմ կրել։ Վալերի Օսիպյանը եղբորորդուց Սեդրակ Օսիպյանից որևէ տեղեկություն չունի։ Հայտարարում է, թե շահագրգիռ կողմերից մեկն էլ ինքն է, որ Սեդրակ Օսիպյանը հայտնաբերվի եւ բոլոր հարցերին պատասխան տրվեն։ Իրական պատկերը, այն ինչ որ տեղի ունեցել, ինքը պատմի քննչական մարմիններին, բայց ես վստահ եմ, հույսով եմ, որ օբյեկտիվ քննություն է գնում, կքննվի, կպարզի ով մեղավորը, անկախ ամեն ինչից թե ով է, նա պետք է պատասխանատվություն կրի։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը որովայնի հատվածում դանակահարությունից ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Միջադեպից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե երիտասարդին դանակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին։ Սակայն ոստիկանությունը փոխոստիկանապետի եղբորորդուն սկսեց փնտրել միայն այն ժամանակ, երբ վերջինս հասցրել էր թաքնվել իրավապահներից։ Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Փայլակ Ֆարադյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։
ԱՄՆ հայկական ֆորումը հայտարարություն է տարածել, որում նշված է. մեջբերում եմ. Մենք գրում ենք ԱՄՆ-ին տեղեկացնելու, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներգրավված է միլիոնավոր դոլարների դրամաշորթության մեջ, ներառյալ Կիպրոսի Հանրապետությունում եղած սկանդալները։ Օգտագործելով իր իշխանությունը Հայաստանում անձնական ֆինանսական շահույթ ունենալու նպատակով խաբեությամբ ու դավադրությամբ ազատվել, խուսափել է օրենքով սահմանված պատժից։ Հայաստանի կառավարության շրջանակներում փորձեր են արվել օգնել Սարգսյանին խուսափելու արտարադատությունից ու պաշտոն ստանալու ԱՄՆ-ում։ Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն կանխի Տիգրան Սարգսյանի արտարադատությունից փախչելու փորձը։ Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն հաշվի առնի Տիգրան Սարգսյանի հանցանքներին մեղսակից լինելը։ Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը մերժի Տիգրան Սարգսյանին պաշտոն ստանձնելու հարցում։ Մեջբերման ավարտ։ ԱՄՆ-ում ստորագրահավաք է մեկնարկել, որին արդեն իրենց մասնակցություն են ունեցել տեղի հայ համայնքների հարյուրավոր քաղաքացիներ։ Այսօր հուլիսի 1-ին կեսօրից հետո Տավուշի մարզում Մեհրաբի շրջանում նախկին Շամշադին թշնամու կողմից դարձյալ դիվերսիոն գործողություններ են իրականացվել, սակայն ընկել են շրջափակման մեջ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամլոխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գալայի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը, նշել է նաև, որ հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան, եւ որ հաջողվել է կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը։ Գալայի այն հարցին, թե ինչի հետ է կապված ադրբեջանական կողմի այս աստիճան ակտիվացումը, որ անգամ օրը ցերեկով դիմում են դիվերսիոն գործողությունների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամլոխոսնակը պատասխանել է, որ ավելի շատ ադրբեջանցիների գործողությունները պայմանավորված են արտաքին գործոններով։ Պաշտպանության նախարարությունից վստահեցնում են, հայկական կողմը գիշեր թե ցերեկ պատրաստ է կասեցնել ցանկացած դիվերսիոն փորձ։ Ադրբեջանցի ռազմական փորձագետ եւ ռազմական լրագրող Ուզեյր Ջաֆարովն հայտարարել է, որ հնարավոր է Լեռնային Ղարաբաղին հարակից 3 շրջանների վերադարձը։ Ջաֆարովը մանրամասնել է, որ խոսքը գնում է Աքնի, Վարանդայի, Ջրականի շրջանների մասին։ Վերջինիս կարծիքով Ադրբեջանը պատրաստ է այդ տարածքների վերադարձման դիմաց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը եւ այդ կերպ մտնել խաղի մեջ։ Արցախից բավականին կոշտ են արձագանքում ադրբեջանցի փորձագետի այս հայտարարությանը։ ԼՂ վարչապետ Արա Հարությունյանի մամլոխոսնակ Արտակ Բեգլարյանը գալայի հետ զրույցում անդրադառնալով Ջաֆարովի խոսքերին ասել է. Արցախի հանրապետությունը մեկ թիզ տարածք անգամ չունի տրամադրելու Ադրբեջանին, այլ հակառակը, դեռ մենք տարածքներ ունենք վերադարձնելու մեր լիազորության ներքո։ 20 տարի շարունակ փորձագետների եւ քաղաքական գործիչների կողմից բազմիցս չի բացառվել իրենց այդ երազանքի իրագործումը, ինչը ինչպես տեսնում եք նույնչափ ժամանակ բացառվում է իրականության կողմից։ Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպումից այնքան էլ ոգևորված չեն հայկական կողմում։ Օրերս նաև ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամլոխոսնակը Դավիթ Բաբայանն այս մասին ասել էր Կալայի հետ զրույցում, բացատրելով, որ իրենց համար գերխնդիրը ոչ թե այն է, որ Սարգսյանն ու Ալիևը հանդիպեն, այլ որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մասնակցի նմանատիպ հանդիպումների։ ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւս այն կարծիքին է, որ այդ կարգի հանդիպումներն ընդհանրապես նպաստում են ստատուս քվոյի պահպանմանը։ Չեմ կարծում, թե Հայաստանի գործող իշխանությունները կարող են այդ հանդիպման հետ կապված դրական ակնկալիքներ ունենալ։ Դրա համար նվազագույն նախադրյալներն անգամ չկան։ Այդ կարգի հանդիպումներն ընդհանրապես նպաստում են ստատուս քվոյի պահպանմանը, եւ դա այն առավելագույնն է, որ կարող են արդյունք համարել։ Գլխավոր դատախազությունը թերի եւ ոչ բարեխիղճ գործողությունների կատարման արդյունքում քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին զրկել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից։ Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, որն էլ հաղորդումն ուղարկել է հետաքննության մարմնին, սակայն քննիչը քրեական գործ չէր հարուցել հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Խնդիրը ծագել է այն բանից, որ շենքի սեփականատերը քանդել է այն տարածքի մուտքն ու աստիճանավանդակը, որտեղ գտնվում է նաև քաղաքագետների միության գրասենյակը։ Մինչդեռ դրանք ընդհանուր օգտագործման տարածքներ են եւ ցանկացած նման փոփոխություն պետք է համաձայնեցվի բոլոր համասեփականատերերի հետ։ Քաղաքագետ Հովհաննիսյանը խնդրի վերաբերյալ դիմել է պաշտպան Կարեն Անդրեասյանին։ Գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քննիչը բացատրություն է վերցրել միայն քանդման աշխատանքները կատարած համասեփականատիրոջից,
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել գլխավոր դատախազին, մատնանշելով, որ քննիչը չի ապահովել գործի քննության բազմակողմանիությունը, լիիրավությունն ու օբյեկտիվությունը, սակայն դատախազությունը միջոցներ չի ձեռնարկել պաշտպանի նշած խախտումները վերացնելու ուղղությամբ։ Արդյունքում օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում։ Օմբուդսմենը գլխավոր դատախազությանը կոչ է անում կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտումը կատարած պաշտոնատար անձանց եւ հորդորում է արդյունավետ միջոցներ ձեռնարկել այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու համար։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է ցուցմունք տալու համար, այն մասին, թե որ գործի շրջանակներում պետք է Սարկոզին ցուցմունք տա, չի հաղորդվում։ 2013 թվականի հոկտեմբեր ամսին Ֆրանսիայում կարճվել էր Նիկոլա Սարկոզիի հանդեպ քրեական գործը, ով մեղադրվում էր Լիլիան Բեթանկուրի վստահությունը չարաշահելու մեջ։ Բեթանկուրը 2007 թվականին գումարներ է հատկացրել Սարկոզիի նախընտրական քարոզարշավի համար։ 2014 թվականի մայիս ամսին Ֆրանսիայի ընդդիմադիր հանուն ժողովրդական շարժման միություն կուսակցության բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել էր, որ 2012 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում մանիպուլյացիայի էր ենթարկել Նիկոլա Սարկոզիի հաշվի համարները։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դադարեցրել է Դոնբասում միակողմանի կրակի դադարեցման ռեժիմի գործունեությունը։ Այդ որոշումը նա կայացրել է ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստերի որոշմամբ։ Այդ կերպ կրակի դադարեցման ռեժիմը, որը նախագահը հայտարարել էր հունիսի 20-ին եւ որը երկարացվել էր մինչեւ հունիսի 30-ի ժամը 22:00-ն, համարվում է ավարտված, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։ Պորոշենկոն հայտարարել է նաեւ, որ երաշխավորում է քրեական պատասխանատվության չկանչել բոլոր նրանց, ովքեր կանգնել են օրինական իշխանությանը դիմադրելու ճանապարհին, բայց գիտակցել են, որ սխալ են թույլ տվել եւ ցանկանում են ուղղել այն։ Պայմանը մեկն է՝ կամավոր հանձնել զենքը, ընդգծել է նա։ Այսօր առավոտյան Կրամատորսկում երթուղային ավտոբուսը հայտնվել է գնդակոծության տակ, կան զոհեր եւ վիրավորներ։ Այս մասին հաղորդել է Դոնեցկի շրջանային ադմինիստրացիայի մամլոյցարայությունը։ Մինչ այդ տեղեկատվական դիմադրություն խմբի օպերատիվ տվյալների համաձայն Ուկրաինայի նախագահի զինադադարի չեղյալ հայտարարման որոշման համաձայն հակաահաբեկչական օպերացիայի ուժերը սկսել են օպերացիան անցկացնելու վայրում ահաբեկչական խմբերի ոչնչացման համար ակտիվ գործողությունները։ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին Մեհմեդ Էրդողանին դատապարտել է 4 տարի 2 ամսվա ազատազրկման։ Արտահայտելով իր տեսակետը դատանի որոշման վերաբերյալ վարչապետ Էրդողանն ասել է, թե որոշումը կայացվել է Թուրքիայի օրենսդրությանը համապատասխան։ Ես ասել էի ոստիկանապետին եւ քաղաքապետին, որոշում կայացրեք օրենքի պահանջին համապատասխան։ Նա այլևս իմ ազգականը չէ, ես հրաժարվել եմ նրանից, ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մեհմեդ Էրդողանին թմրանյութերի տարածմամբ զբաղվելու մեղադրանք էր առաջադրվել։ Վերջին մի քանի օրերի ընթացքում բուլղարա-թուրքական սահմանի հարավային մասում կավարտվի պատնեշի կառուցումը, որը պետք է հավելյալ պաշտպանիչ միջոց լինի երկու երկրների սահմանին։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարարը, հաղորդում են բուլղարական լրատվամիջոցները։ Նրա կարծիքով միայն բանակը կարող էր կառուցել այդ պաշտպանիչ կառույցը սահմանին 4 ամսվա ընթացքում, նման բարդ օթերևոդաբանական պայմաններում։ Թուրքիայի հետ սահմանին 30 կիլոմետր երկարություն ունեցող պաշտպանիչ կառույցը հանդիսանում է միջոցներից մեկը, որը ձեռնարկվել է Բուլղարիայի կառավարության կողմից Թուրքիայի տարածքով Սիրիայից փախստականների հոսքը կանգնեցնելու համար։ Ռումինիան սկսել է Աֆղանստանից իր ռազմական կոնտինգենտի դուրսբերումը, ինչպես տեղեկացրել է Ռումինիայի պետական տեղեկատվական գործակալությունը, Կանդագարում կայացած արարողության ժամանակ այս արդիվ ներկա են գտնվել Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպես հայտարարել է Պոնտան, ռումինացի զինվորները կլքեն Աֆղանստանը մի քանի փուլով, հաջորդող 12 ամիսների ընթացքում։ Հավելենք, որ Աֆղանստանում Ռումինիայի ռազմական կոնտինգենտն այժմ կազմում է շուրջ 2000 զինծառայող։ Օպերացիայի ժամանակ երկրում զոհվել է 23 ռումինացի զինվոր։ Իսրայելական օդուժը Գազայի հատվածում ռմբակոծել է 34 թիրախ, որոնք հիմնականում Համաս խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներ են։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Համասը պատասխանատու է արդեն 2 շաբաթ կորած իսրայելցի 3 երեխաների սպանության համար, որոնց մարմինները հայտնաբերվել էին նախօրեին։ Իսրայելական կողմը հայտարարել էր, որ Համասը դրա համար պատասխան կտա։ Երեխաները կրոնական դպրոցի սաներ էին, նրանց առևանգել էին արևմտյան ափին։ Նրանց մարմինները հայտնաբերվել էին Պաղեստինյան Հեբրոն քաղաքի մերձակայքում։
Միացյալ Նահանգները Իրաք է ուղարկում ամերիկացի ևս 300 զինծառայողի Բաղդադում ամերիկյան դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։ Այդ հավելյալ ուժերի ներկայությունը դեսպանատանը կօգնի հետագայում էլ իրականացնել իր դիվանագիտական առաքելությունը, ինչպես նաև կօգնի Իրաքին դիմադրել գրոհայիններին, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար ծովակալ Ջոն Կիրբին։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրաք է ժամանել Միացյալ Նահանգների ռազմական խորհրդատուների առաջին խումբը։ Ուկրաինայի ճգնաժամը ռուսական շովինիզմի աստիճանական եւ կայուն վերելքի համախտանիշ է, ասել է ամերիկացի քաղաքագետ եւ պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկին։ Ուկրաինական խնդիրը սպառնալիք է, որի հետ արևմուտքը պետք է պայքարի 3 մակարդակներում։ Մենք պետք է վճռականորեն պայքարենք ուժ գործադրելու գայթակղության դեմ, որի հետ բախվում է ՌԴ ղեկավարությունը։ Կայունացման եւս մեկ կարևոր գործոն է շրջաներում իրավիճակի ապակայունացման Ռուսաստանի գիտակցված քաղաքականությանը վերջ դնելը։ Երրորդ փուլ կլինի բանակցությունների ժամանակ վերջնական փոխզիջման հաստատումը, որը ենթադրում է ուժի կիրառման եւ ապակայունացման քաղաքականության արգելք։ Սակայն նաեւ Ուկրաինայում պետք է իմանան, որ արևմուտքը պատրաստ է նրանց օգնել, եթե Ուկրաինան դիմադրի, այն զենք կստանա, կարծում է քաղաքագետը։